մեր Սյուզաննան գրելա, որ հեսա Դանոսը կդառնա Պատրիոն։ Պատկերացրեցի չէ։ Կոնե մի օգուտ կլինի իրանից, չէ։ Դանոսին կոչ ենք անում, չդառնալ Պատրոն։ Մենք չենք թողնում, պետք չի։ Մի դարձեք, ընկեր Դանոս։ Շարունակենք խոսել մեր իրավապաշտպանական օրակարգի մասին, Արմեն Աշոտյանի գործի մասին կարճացնում, հա դե մեր ինչի մասին պետք է մենք խոսենք, էլ ինչի մասին մենք պետք է խոսենք։ Արմեն Աշոտյանի ես հիշեցնեմ, որ 777 օր առաջին գործով այս գործն էլ արդեն տես կարելի ասել Արմեն Աշոտյան 1, Արմեն Աշոտյան 2 էլի իսկականից էլի։ Արմեն Աշոտյանի իր առաջի գործով, որը իդեպ շարունակվում է եւ դաժե կեսին չի հասել, արդեն որորդ տարին է, 4-րդ տարին է շուտով լրանալու դատական փուլում։ Դե վկաների հարցաքննությունը դեռ իրականում ասեմ, դատարանի խնդիրը չի սա, այսինքն դատարանը պետք է անկեղծ ասենք, շատ պատշաճ է իր այսպես կազմակերպական գործառույթները կատարել, որոշ դեպքերում օբյեկտիվ հանգամանքներ են եղել, բայց նաև գործից ավալներ մեծ քանակի վկաներ շատ էին, հա, այնտեղ։ Հա, եւ դեռ մեկ վկա ունենք, այսինքն անգամ վկաների հարցաքննությունը չենք ավարտել, այն դեպքում, երբ առաջինը վկաների հարցաքննությունն էր, հետո նոր գրավորը, որ 30 քանի հատոր տեքստ ապտի կարդացվի։ Իսկ վկաների հարցաքննությունը տենց 30 քանի վկա էր, ընդ որում սա մենակ մեղադրանքի կողմի ապացույցներն են, պաշտպանության կողմն էլ իր երթին մի 40 վկա էլ պաշտպանության կողմն է միջնորդել, որ բավարարվել է։ Այսինքն այս գործը տենց մյուս ընտրությունների ժամանակ երևի ինչ-որ ընտրությունների, մյուս էլ չէ, մյուս ընտրությունների ժամանակ կարող է մոտենա ավարտին։ Մի խոսքով դա այդ գործով Արմեն Աշոտյանը 777 օր անազատության մեջ էր, մեկ էլ եսին որտեղից բուսնեց հունիսի 5-ին մեկ այլ գործ, որը չեմ վախենա ասել, էլ ավելի խայտառակ քաղաքական հետապնդում էր, քան առաջինը։ Ես կարծում եմ, որ այտենց ավելի խայտառակ դժվար կլինի պատկերացնել, բայց էլ ավելի խայտառակ քաղաքական հետապնդում։ 2019 թվականի 2019 թվականի գործը Դու դեռևս 2019 թվականին այդ մի բան ասում եմ, չէ՞, հա։ Իմ դեմ հարուցված քրեական գործով շշմել էիր, ասում էր, ես չեմ պատկերացնում այս բան ու քեզ մի կարևոր բան եմ ասել։ Գնալով շատ ավելի անպատկերացնելի, ինչ-որ ֆանտաստիկ բաներ է տեղի ունեցել։ Հիմա եթե նայենք այսօր ինչ են անում քրեական իրավունք։ Պետք է գնանք ասենք բաբարին չի բաստողել։ Ես կարող եմ ասեմ մեղավոր եմ։ Ես կարող եմ հանգիստ ասել, որ ես մեղավոր եմ։ Այս բաներ են անում հիմա, էլի։ Բայց արի ասենք նաև որ 2019 թվականին ասում էինք, որ եթե մենք հանդուրժում ենք այս ամեն ինչը, սա գնալով չափազանց ավելի վատա։ Տենց էլ եղավ։ Ողջույն ենք Արմեն Աշոտյանին, իդեպ 19 թիվ ունի մեզ հետևելու։ Այո, իս թվում է մի օր զայնագությամբ տեսնենք, կգա, մի օր կընդունենք, խոսենք։ Այդ 2019 թվականի մասին որ դու ասում ես, այդ նույն 2019 թվականին, այն ժամանակ երբ դու երևի թե քրեակատարողական հիմնարկում էր։ Ոչ փոքր երեխա էր, հա։ Քրեակատարողական հիմնարկում էր եւ քաղբանտարկյալ էր։ Այդ ժամանակ այս գործը տենց նոր հարուցվել էր, ինչ որ մարդիկ էին հարցաքննվում եւ այլն, Արմեն Աշոտյանն էլ էր հարցաքննվել ու տենց այդ գործը քնած մնացել էր։ Եկավ հասավ 26 թիվը, մենք ոչ մի նոր բան այդտեղ չտեսանք, մեկ էլ հոպլա, այդ հին 2019 թվի ցուցմունքներով Արմեն Աշոտյանի բռնում տանում են։ Այս բանին ես շատ մանրամասներ չեմ ուզում դրա մասին խոսել, նաեւ որտեղ նախաքննական գաղտնիքի խնդիր կա եւ այլն, բայց ես հիմա ասեմ, անոնսը տամ, երբ որ այդ ամեն ինչի այդպես մեր ազատությունը խոսելու արգելքները կվերանան, դուք ինքներդ կհամոզվեք, որ շատ ավելի խայտառակ գործ է։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ Արմեն Աշոտյանը չի մեղադրվում պետական միջոցների ինչ-որ թալանի մեջ եւ այլնի մեջ, այսինքն տպավորություն կարող է լինի, որ տեսեք պետական միջոցներ են, այս այլն, չէ, այդ չի մեղադրանքը, մեղադրանքը այսպես կոչված փողերի լվացումն է, բայց փողերի լվացման համար, փողերի լվացման օժանդակելը, բայց փողերի լվացման համար պետք է ինչ-որ մի անօրինական կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փող լինի, որը փոխարկվի ինչ-որ մի գույքի։ Այս մարդիկ անգամ չեն ասում, որ այդ փողը, որով որ գույք է ձեռք բերվել, ինչ-որ բան են գնել համասարանի, ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ էական չի, ինչ-որ ինչ, այդ գույքը, այդ փողը եղել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված։ Էլ ինչ փողերի լվացման մասին կարող է խոսք լինել։ Պատճառը նա է, որ վաղեմության ժամկետը չանցնի, որտեղ փողերի լվացման անցակազմով վաղեմության ժամկետը ավելի երկար է։ Մի խոսքով, այդ գործով վաղը Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդությունն է քննվելու ժամը 6:30 հակակոռուպցիոն դատարանում եւ միաժամանակ մինչեւ ժամը
6-ը մենք պետք է ստանանք վերաքննիչ դատարանի պատասխանը։ Հիշեցնեմ, որ Արմեն Աշոտյանին հունիսի 5-ին երբ ձերբակալել են դատարանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը եւ որոշեց 1 ամիս ժամկետով կալանքի ենթարկել։ Երբ լրանում։ Լրանում ամսի 5-ին, 5-ից 5-ը։ Բայց դե parza 5 օր առաջ միջնորդությունը ներկայացվել է, դատարանն էլ միշտ տենց են անում, տենց մի 2 օր զապասով, ամսի 2-ով, ամսի 2-ին երեկոյան աննշանակել նիստն ու տեսնենք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ս. Բաղրամյանին, Սերգեյին Բաղրամյան։ Սերգեյին Բաղրամյան։ Եվ պատասխանեմ Սերգեյին Բաղրամյան, երևի Սերգեյին, հա։ Եվ պատասխանեմ Սերգեյ Բաղրամյանի հարցին, չէ, չես կարա։ 5 չէ $50 էլ տաս, չես կարա։ Ինչ հա։ Հա, ես չհասկացա, բայց չկա։ Դե ասում եմ, կարամ հետույք գրեմ, հա չէ։ հա, մոտավորապես նեսի բան, չես կարա։ Սերգեյ ջան, այդ նես բանա, որ տես չէ, էլի։ Դες բանա բարձրացնում, գինա բարձրացնում, ասում եմ, իսկ 20-ով կանամ, մի քիչ ավելի կոպիտ դրա ասեմ։ Չէ, ախպեր։ Լավ։ Մենք այսօր դատական նիստի հերթական քաղաքական գործով, մեր իմ շատ լավ ընկեր Խաչիկ Գալստյանի գործով, մեր հայրենի կուսակցության գլխավոր քարտուղարի գործով, որին հիշեցնեմ, մեղադրում են իբր Էջմիածնի Վարշապետի ընտրություններում ընտրակաշարք բաժանելու կամ չգիտեմ, ընտրակաշարք խոստանալու մեջ։ Ես ուզում եմ մենք հիշենք գրուպ հակակոռուպցիոն կոմիտեի այդ օրերի հաղորդագրություններից մի քանիսը։ Որոշ ձերբակալվել են, նրանցից որոշ մարդիկ ընդունել են մեղքը, տվել են խոստովանական ցուցմունքներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Պարզվում է ինչ։ Պարզվում է ինչ։ Արդեն ինչ եմ քո շարունակել ես ասեմ։ Արսենը որ ինձ ասում էր, երբ որ արդեն նյութերը տվել էին նայել են։ Ուրեմն դրա նախաբանը ասեմ, ասա նոր ես կասեմ, հա։ Ես երկրում չէի լինելու ինչպես միշտ, խնդրել էի Ռուբենի, որպեսզի նիստերից մեկով ինքը նախորդ նիստին, Խաչիկի գործով նախորդ նիստին ինքը լինի, ինքը մասնակցի, ու Ռուբենը տենց հələ պատմի այդ ինչ շոկ ապրեցիր։ Ես ուղղակի ապշած էի։ Ես դες բան չէի տեսել, հիմա հերթական անգամ պետք է ասեմ։ Ասեմ ինչ ես ասել, ես ասել էի այն ցուցմունքները, որ գրված են արձանագրության մեջ, չեն համապատասխանում։ Դրանք կապ չունեն իրականության հետ, այսինքն այն ցուցմունքի հետ, որը տեսաձայնագրված է։ Ժողովուրդ ջան, ուրեմն ես անկեղծ ասած դե մասնագիտական ինչ որ տենց աշխարհում բաներ կան, որ իր քրեական դատավարության փաստաբաններ, բան շատերը գիտեն, որ գործող քրեական դատավարության օրենսգրքի հետ ես որոշակի կապ ունեմ դրա մշակման երկար տարիներ առաջ 2005-6 թվականից դեռ մշակվում էր այդ փաստաթուղթն ընդունեցին արդեն մեր քայլի պատգամավորները ձեր քայլի իրենց քայլի պատգամավորները 2021 թվականին 22-ին ուժի մեջ մտավ եւ հիմա շատ հաճախ երբ ես մասնակցում եմ դատավարությունների ինչ որ իրական կամ կարծեցյալ թերություններ որոնում, ձեր գրած օրենսգիրքն ուրեմն մեր գրած օրենսգրքով մի շատ կարևոր բան։ Մեր նեմնիմի։ Այո։ Մեր գրած օրենսգրքով մի շատ կարևոր բան էր, որ հարցաքննությունները պարտադիր պետքա տեսագրվեն։ Շատ կարևոր է։ Ուրեմն այս օրինակը, որ Արսենը բերում է, դու պատկերացրեք, թե ինչեր են լինում են գրավոր են, որ կարդում են։ Ուրեմն տեքստը կարդում ես, տեսնում ես, որ մարդը խոստովանական ասենք դրա ընթացակարգը ոնց է, նկարահանվում է ամբողջ այդ ամբողջությամբ նկարահանվում է, որից հետո արձանագրության մեջ համառոտագրվում է, թե ինչա տեղի ունեցել։ Համառոտագրվում է, դա շատ կարևոր է։ Այսինքն բուն արձանագրությունը բնականաբար տեսանյութն է, այլ ոչ թե թղթի վրա գրածը։ Այո։ Ուրեմն թղթի վրա գրածը ասում է մածունը սև է, տեսագրությունը նայում ես, ասում ախպեր, մածունը սպիտակ է, դա ասում է, փաստորեն ես քննիչ է, էլի։ Փաստորեն դու պնդում ես, որ մածունը սև է, չէ, այ ախպեր, ջան, ասում է մածունը սև է։ Ես չեմ չափազանցնում։ Այսօրվա հարցաքննության հետ կապված պարզ բերում եմ օրինակը։ Հարցաքննության ընթացքում վկան ասում է, մեղադրյալը այդ ժամանակ եղել, ասում է, ինձ ոչ մեկ փող չի խոստացել, ոչ մեկ փող չի տվել, ոչ մեկ այդ փողով ընտրելու թեմա չեմ ունեցել։ Ասում է ես պիտի հանձնաժողովի անդամ դառնայի, դրա համար որոշակի աշխատանք, հա, որպեսզի վարձատրվեի, դե գիտենք, այդ հանձնաժողովի անդամները պետական վարձատրություն են ստանում, նաև այս քաղաքական ուժի հարող եմ, իրենց համար մասնակցում եք Քարոզարշավի, մի խոսքով ոչ մի բան չի եղել։ Նույնիսկ ասում է չեմ էլ դարձել հետագայում բան։ Հանձնաժողովի անդամ։ Քննիչը ասում է լավ, ասում է։ Ձեզ փող առաջարկել են, որ ես պատմեմ տեսագրության մեջ ինչա կատարում։ Ձեզ փող առաջարկել են, որ գնաք ընտրեք Խաչիկ Մանուկյանին։ Մեր Վարշապետի տեխնացուն։ Չէ, այ մարդ ասում է, փող չեն առաջարկել։
Ես պիտի գնայի հանձնաժողովում աշխատեի։ Դրա համար էլ նախապես էլ նաև մասնակցում էի քարոզարշավ եւ այլն եւ այլն։ Լավ ասում է, փաստորեն դուք ասում եք, որpիսի ձեզ հանձնաժողովի անդամ նշանակին եւ դուք վարձատրեք։ Դու տեսագրություն չես պատմում։ Տեսագրությունն եմ, քննիչը նայում է դեմքին ու ասում է, դուք ասում եք, որ Խաչիկ Մանուկյանին ընտրելու պայմանով ձեզ խոստացել են նշանակել հանձնաժողովի։ Չեր ասել տեսբան։ Вообще չեր ասել։ Հենց այդ պահին ասում է, բայց ես տեսբան չեմ ասել։ Ոչ չեք ասել, ասում նոր ասեցիք։ Չէ, ասում է, ես ասում եմ, ես գնացել խնդրել եմ, քանի որ լիցենզիա ունեմ, որ ինձ նշանակեն, եւ թոշակառում արդեն որ 70-80 հազար դրամ այդտեղ աշխատավարձ։ Լավ ասում է, փաստորեն ձեզ փող չեն առաջարկել, ասում է, չէ, փող չեն առաջարկել։ Լավ ասում է, փաստորեն ձեզ, ասում է, լսեք, ձեզ ասել են, որ հարց է տալիս։ Ձեզ ասել են, որ գնացեք ընտրեք Խաչիկ Մանուկյանին եւ մասնակցեք քարոզարշավին, որպեսզի այ մարդ ասում է, չէ, չեն ասել։ Արձանագրում է, հայտնես, որ իրեն ասել են, որ գնացեք Խաչիկ Մանուկյանին ընտրեք։ Էս է ամբողջ արձագանությունը։ Սենց բանկ պատկերացնեիր։ Այս տեսագրությունները չեք Ես ասեմ բոլորն բոլոր այն ցուցմունքները, որտեղ ասում են, որ իբր խոստովանել են, պատմել են, ասել են, ընդունել են, բոլորում սենց վիճակ կա։ Ես ու Արսենը եւ առհասարակ 5 իրավապաշտպանների ձևաչափով մենք մի հետաքրքիր ձև կգտնենք, որ ավելի տեսանելի դարձնենք, ինչ որ մենք պատմեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչ խայտարակ հանցագործություններ են կատարվում, ընդ որում սա տրեյնինգ է եղել, այս գործի վրա նրանք տրեյն են արել, այս հիմիկվա ու դուք դատողություն անեք այսօրվա այսպես կոչված ընտրակաշարքի գործերը, ծավալ մարդկանց որ այսքան բռնեցին, ինչ են իրենցից ներկայացնում, որ այն ժամանակ տենց բան, խոստովանական ցուցմունք, տեսնեք թե քննիչի մոտ այդ հարցաքննության տեսագրությունը ինչ ա եղել, տեքստը ինչ ա եղել, այդ ամեն ինչը դեմր ասում է թուղթ Թամասիով գրած ստորագրած մեր ձեռքերի տակ է, չէ՞։ Արի նաև բան անենք, այսինքն իրանք հույս ունեին, որ մենք չենք ասելու տեսագրությունով դինայինք հարցաքննության, մենք ասել ենք դե լավ, դե արձանագրությունը նորմալ է, էլի դե։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչ հույս ունեմ, բայց դու ուղղակի այլ անուն տալ քան հանցագործություն չես կարող։ Դրա համար է, որ 2000 ընդհանրապես 22-ին մտավ ուժի մեջ ու ես ու դու, գիտեմ որ նաև դու միշտ ապատ բանի հա նախաքննական ցուցմունքի հրապարակման ժամանակ ասում ենք ցուցմունքը տեսագրությունն է։ Չէ, դատարանները լավ է որ այդ պրակտիկան բանա, որ հենց տենց էլ անում են։ Շատ ալի նոր չեն անում։ Լուրջ ես չես պնդում, միջև չես ասում։ Չէ, բայց որ պնդում ես անում։ Միանշանակ, հենց պնդեցին, միանշանակ անում են, բայց պրակտիկան առաջինը գրում է թղթի վրա։ Դե հա, բայց դու հիմա որ ցույց ես տալի արդեն չես կարող ասես որ եթե մարդը ասում է մածունը սպիտակա թղթի վրա արձանագրված է սև է, ու տարբերակ չկա։ Ամեն ինչի հետևանքում Խաչիկը Գալստյան արդեն 6-7 ամիս է ողջունում եք։ Եվ Արամը Քոչարյան Խաչիկը կարա չէ մեզ դիտի։ Հա, չէ, չի կարելի, չի կարա։ Եվ ոչ Արամը, ոչ Խաչիկ իրանք չունեն։ YouTube դիտել չեն կարող։ Դե գիտես, հաղորդակցումը արգելված է, ինտերնետը արգելված է։ Ինտերնետը արգելված է։ Հա, դե չէ, որովհետև շատ հաճախ հաղորդակցությունը արգելվում է, բայց YouTube-ը արգելված չի։ Դա էլ չդառնա։ Հա, դու ասել ես որ չդիտես։ Ասել եմ, ոչ իման չմտնես։ Լավ է, մեզ չի։ Լավ, մի օր տեսանյութով կդիտեն, ողջունում ենք տղաներին,